Ընկերներ ողջույն, ընդհատակից դրույթները շարունակվում են։ Այսօր առաջարկում եմ փոքր խոսենք Իրան-Իսրայել ԱՄՆ պատերազմի մասին։ Գիտենք, որ պատերազմի 4-րդ օրն է արդեն եւ կան որոշակի արդյունքներ, եզրակացություններ, բայց վերջնական դատողություններ անելու համար դեռևս շուտ է եւ այս պատերազմի համատեքստում ես ուղղակի առաջարկում եմ մի փոքր քննարկենք Հայաստանի արժեվ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները եւ ինչու՞ չէ նաեւ մեր ներքին կյանքը, մեր բովանդակությունը, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Արդեն իսկ գիտենք, որ ընդհանուր պատերազմի 4-րդ օրը Իրանը բավականին ծանր դրության մեջ է։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ծանրագույն հարվածներ են հասցնում այդ երկրին, իսկ Իրանը պատասխանում է այնքանով, որքանով որ կարողանում է հարվածելով Պարսից ծոցում եւ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին, նաեւ ծանր հարվածներ, հրթիռային հարվածներ հասցնելով Իսրայելին։ Մի խոսքով պատերազմը դեռևս շարունակվում է եւ շարունակվելու դեռևս մի քանի շաբաթ շարունակվելու հեռանկարները առնվազն նշմարվում են եւ միգուցե ինչպես Վաշինգտոնից, այնպես էլ Իսրայելից չեն բացառում, որ պատերազմը կարող է դեռ երկար ձգձգվել, փոխակերպվելով արդեն իսկ ցամաքային պատերազմի։ Սա ամենավտանգավոր հեռանկարն է իրականում, որ կարող է լինել, իսկ ինչի համար, որովհետև որքան էլ որ Իրանը ծանր հարվածներ է ստանում, այնուամենայնիվ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների առաջնային նպատակները չեն իրականանում, որոնք են այդ նպատակները, ակնհայտ է, որ Վաշինգտոնը խնդիր է դրել իր առջև Իրանում իրականացնել իշխանափոխություն, այսինքն առաջին հարվածներով ոչնչացնել եւ չեզոքացնել Իրանի հոգեվոր եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ դրանով իսկ ստանալ տեղի դիմադիր ուժերի զանգվածների աջակցությունը եւ իրականացնել ռեժիմի փոփոխություն։ Այս ծրագիրը ոչ մի կերպ չի ստացվում, որովհետեւ միգուցե հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Իրանը Իրաքը չի, Վենեսուելան չի եւ այստեղ մեկ անձի վրա խարսխված իշխանության հետ գործ չունենք, իրականում Իրանում ռեժիմը ինստիտուցիոնալիզացված, բարդ եւ նուրբ կապերով շահկապված համակարգ է իշխանությունը, իսլամական հանրապետությունը եւ ինքը կարողանում է նույնիսկ ծանր պայմաններում, նույնիսկ ծանր կորուստներ ստանալով նորից վերարտադրվել եւ որոշակի գործունեություն ծավալել, վնասելով հակառակորդներին, թշնամիներին։ Մենք տեսնում ենք, որ հոգեվոր առաջնորդի Հեղափոխության պահապանների կորպուսի, գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի եւ տասնյակ այլ հրամանատարների սպանություններից հետո Իրանում քաոս չի առաջանում, համակարգը չի փլուզվում եւ սպանված պաշտոնյաների փոխարեն առաջնային պլան են մաղվում նրանց փոխարինողները, նույնիսկ եթե փոխարինողներին են սպանում, գալիս են փոխարինողների փոխարինողները, այսինքն ամեն ինչ շատ բարդ է իրականում, քան կարելի է պատկերացնել եւ այդ այաթոլաների ռեժիմը ամբողջ երկրով մեկ գործում է ցանցի տրամաբանությամբ եւ ներծծված եւ ներքաշված է այդ կյանքի բոլոր ոլորտների մեջ, ունի իր համակիների մեծ բանակը, նաեւ ատողների մեծ բանակը։ Իդեպ Իրան, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածները եւ առաջին հերթին հոգեոր առաջնորդի այաթոլլա Խամենեի սպանությունը մի փոքր ետ մղեցին դիմադիր ուժերին, այսինքն նույնիսկ Խամենեին ատողները սկսեցին
ապրոմակցել, որովհետև խնդիրը նրա նահատակության մեջ է կամ այն ձևը, որով նա նահատակվեց։ Իսկ նահատակությունը գիտենք, որ շիականության այդ առաջնային արժեքներից մեկն է եւ հիմքերից մեկն է, ի վերջո հիշենք իմամ Ալին, իմամ Հուսեյնին, Աշուրան, հայտնի տոնը նվիրված իմամ Հուսեյնին, այսինքն նահատակությունը հանուն հավատքի նահատակվելը, սողվելը շատ կարևոր շահիդ լինելը շատ կարևոր արժեք է եւ սա պետք է հաշվի առնել եւ հիմա Ալի Խամենեին շատ-շատերի համար բացասական կերպարից փոխակերպվել է նահատակի սակրալիզացիայի է ենթարկվել բացասական դերակատարություն ունեցավ նաև Իրանի հակառակորդների համար խաղաղ բնակչության, հատկապես երեխաների զանգվածային սպանությունները 1000-ից ավել մարդ է մահացել, որտեղ մեծ թիվ են կազմում երեխաները, հիշենք այդ աղջիկների դպրոցը 100-ից ավել մոտ աղջիկ աշակերտ է զոհվել ավիահարվածների պատճառով, այսինքն այս նախնական խնդիրը կյանքի չի կոչվում, դեռևս չի հաջողվում Իրանում իշխանափոխություն իրականացնել եւ կարծում եմ, որ դա հեշտ գործ չի, միգուցե ինչ-որ մի փուլում ստացվի ցամաքային զորքերի արդեն միջամտությամբ եւ մասնակցությամբ, բայց դա հեշտ խնդիր չի, նաեւ չի ստացվում արմատախիլ անել Իրանի ռազմական պոտենցիալը, հա ծանր հարվածները ստանում, գործարաններին են խփում, հրամանատարներին են ոչնչացնում, նավեր են խորտակում, բայց չի ստացվում։ Դա էլ չի ստացվում վերջնականապես, որովհետև կան մեծ ռեսուրսներ Իրանում, իրականում։ Ինչու՞ց է, գանք մի փոքր եւ մեր մասին խոսենք, Հայաստանի մասին խոսենք, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում քայլվող այդ գաղափարախոսությունը լավ ապրելու, հանգիստ ապրելու չի ստացվում։ Այսինքն այդ առաջնային պլան մղված գաղափարախոսությունը, որ մենք բրախ ենք մեր բոլոր արժեքները, մեր բոլոր գաղափարները, ոչինչ չհիշենք, ոչինչ չանենք, ուղղակի աշներս քաշենք եւ ապրենք խաղաղ եւ բարեկեցիկ Դուբայի պես, չի ստացվում։ Մենք տեսնում ենք, որ Տարածաշրջանի բոլոր երկրները ներքաշվեցին այս պատերազմի մեջ եւ այնպեսի խաղաղ երկրներ, ինչպիսին են Էմիրատները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, բոլորը բարեկեցիկ երկրներ, հարուստ երկրներ, որոնք միգուցե նաեւ առաջնորդվել են այդ հանգիստ խաղաղ եւ բարեկեցիկ ապրելու այդ հերձվածով, բայց տեսնում որ նրանց մոտ էլ չի ստացվում եւ մեր մոտ էլ չի ստացվելու այս դատարկության մեջ ամբողանդակ բարեկեցիկ կյանքը չի ստացվելու եւ սա առնվազն մեզ համար լուրջ ահազանգ է, որ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկենք, որտեղ մենակ բարեկեցիկ ու հանգիստ ապրելով չի, այս տարածաշրջանում ռավարքում հնարավոր չի այդպես ապրել, որովհետև ինչ-որ մի հատ օդում պտտվող հրթիռ գալու է քեզ հարվածի, որովհետև ինչքան դու աչքդ քաշած ամենից հրաժարվելով ապրես, գտնվելու է ինչ-որ մեկը, որ քեզ ինչ-որ պահանջ է ներկայացնելու, այդ պահանջի բավարարման գործում պատրաստ է լինելու խախտել բոլոր միջազգային օրենքները, նորմերը եւ պատրաստ է լինելու ամեն ինչի։ Իսկ դու պատրաստ ես լինելու դիմագրավելու։ Մենք նաեւ էլի մի հատ բան կա, ամենամեծ հերձվածը մեր իրականությունում, որ ինչ-որ մի հովանավոր մեզ համար գտնենք ու այդ բարեկեցիկ կյանքը կազմակերպենք, որ մենք էլի ինֆանտիլի պես ապրենք, ոչինչի չխառնվենք, ոչինչ չկարողանանք անենք, ուղղակի այստեղ որպես պարող հասարակություն լավ ապրենք, ուտենք, խմենք, գնանք զուգարան, քեֆ անենք, բայց ինչ-որ մեկը ապահովում մեր անվտանգությունը։ Եվ հիմա Ռուսաստանից հիասթափվել ենք, Ռուսաստանին հայոյում ենք, այն ժամանակ մտածում ենք, որ էլի sense ինֆանտիլի պես կապրենք, Ռուսաստանը կապահովի անվտանգությունը, Ռուսաստանը պարզվեց, որ չի ապահովել անվտանգությունը, հիմա ուզում ենք Միացյալ Նահանգները ապահովել մեր անվտանգությունը,
մենք շարունակենք ինֆանտիլի պես ապրել, մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում ապահովագրված չեն Միացյալ Նահանգների դաշնակիցները, որտեղ նույն Միացյալ Նահանգների դաշնակիցները, Էմիրատները, Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան ենթարկվեցին հարձակման եւ նրանցից որոշները ծանր հարձակման եւ ապահովագրված չեն, այսինքն այս պրիմիտիվ բանը պետք է հասկանանք, որ որևէ մեկը կամ որևէ մեկի դաշնակիցը չի կարող ապահովագրված լինել եւ չես կարող էլի ինֆանտիլի, անկարողի պես, տկարի պես ապրես, մտածելով մենակ ուտելու մասին ու կարծելով թե քեզ ոչ մեկ չի կպնի, որտեղ դու ինչ-որ մեկի դաշնակիցն ես եւ ես այդ միտքը էլի եմ ասել, ուզում կրկնել։ Եթե հիմա բոլորս հիանում ենք, չէ՞, Իսրայելի նվաճումներով, գիտատեխնիկական, այդ առաջընթացով, նայելով թե ոնց են նրանց կործանիչները հազարավոր կիլոմետրերով, հազարավոր կիլոմետրեր կտրում, անցնում, խոցում, ոչնչացնում Իսրայելի թշնամիներին, եթե Իսրայելը առաջնորդային հիմարներ, ապուշներ, բարեկեցությամբ տարված ինֆանտիլներ, Իսրայելը ոչինչ չէր կարող անել, նույնիսկ եթե նրա դաշնակիցը լիներ Միացյալ Նահանգները, այսինքն պետք չէ այդպես հիմարաբար մենք մտածենք, որ Իսրայելը արդյունավետ է, որովհետև ունի Ամերիկայի պես դաշնակից, հա, դաշնակիցը իհարկե մեծ դեր ունի, բայց եթե Իսրայելը առաջնորդային ապուշները, ապա նույնիսկ դաշնակիցը չէր օգնելու, սա մենք պետք է հասկանանք ու չմտածենք, որ մենք կարանք լինենք ապուշ, տխմար, անգրագետ, կիսագրագետ, բայց ունենալով լավ դաշնակից մեր այդ բացերը կփոխհատուցվեն եւ կփոխլորացվեն, այդպես չի լինում։ Եվ այստեղ մենք պետք է իսկապես լուրջ դասեր քաղենք, մտածելով մեր անվտանգության մասին, երկրի պաշտպանության մասին, բանակի վերակազմավորման եւ վերազինման մասին եւ ընդհանրապես մեր պետության բովանդակության մասին, թե ինչ տիպի պետություն է սարինելու եւ ինչ բովանդակություն է ունենալու եւ արդյոք այս պետությունը պատրաստ է լինելու ապահովել իր անվտանգությունը, իր քաղաքացիների անվտանգությունը, արդյոք պատրաստ է լինելու պաշտպանվել արտաքին ագրեսիայից եւ որևէ մեկին չթվա թե ագրեսիաներից մենք զերծ ենք մնալու, եթե հրաժարվենք ամեն ինչից, եթե նույնիսկ վախենանք մեր պատմության մասին խոսել, եթե նույնիսկ ուրանանք ու մերժենք ամեն ինչ, մեր անցյալը, մեր եկեղեցին, մեր ամեն ինչը չի լինելու, չենք ապահովագրվելու։ Մենք տեսնում ենք, որ որևէ մեկ չի ապահովագրվում։ Մենք տեսնում ենք նաեւ հակառակ օրինակը, որ ինչպես Իսրայելը, այնպես էլ Իրանը չեն հրաժարվում իրենց գաղափարներից, չեն հրաժարվում։ Այրոնոտվում են, վիրավորվում են, ծեծ են ուտում, իրար խփում են, ծանր կորուստներ են ունենում, մեկը չեն հրաժարվում, պայքարում են։ Եվ պետք է լուրջ դասեր քաղենք, պետք է մտածենք մեր ապագայի մասին, այս բովանդակությամբ եւ այս Նիկոլ Փաշինյանական նշաններով եւ սիմվոլներով մենք երկար ճանապարհ չենք կարող անցնել, իսկապես չենք կարող անցնել եւ ամենացավալի եզրակացությունը, եթե մենք հիմար չլինենք, կարողանանք Ղարաբաղը պահել եւ Ղարաբաղը փրկել հայաթափումից, եթե ամեն ինչ նորմալ է, կազմակերպենք, եթե մեր գործին դուրս վերաբերվենք, եթե մեր գործին վերաբերվենք այնպես, ինչպես իրենց գործին է վերաբերվում Իրանն ու Իսրայելը։ Եվ եթե չտարվենք այդ կեղծ առաջադիմական գաղափարներով, հերձվածներով, մենք կարողանանք Ղարաբաղը պահել։ Հիմա ապաշնոր ձևով Ղարաբաղը հանելուց հետո գոնե մտածենք Հայաստանի մասին, Հայաստանի անվտանգության մասին, թե չէ նույն ապաշնոր ձևով նաև փորձանքի մեջ ենք գցելու Հայաստանը, չնայած Հայաստանը արդեն փորձանքի մեջ է։ Դա մասին ենք խոսենք, կհանդիպենք, շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, մեկնաբանությունների եւ քննադատությունների համար, եւ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին 191 եւ հավանել, տարածել ընդհատակի զրույցները, լավ եղեք։